Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին հաղորդել է երեկ գիշեր ադրբեջանական կողմը կրակել է խնածախի ուղղությամբ վնասելով բնակելի տուն։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը միաժամանակ հերքել է հրադադարը խախտելու Բաքվի պնդումները, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ ու այսօր հայկական կողմին մեղադրել է կրակ բացելու եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու մեջ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 31-ին ժամանել է Հայաստան։ Վագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը նա շնորհավորել է Երևանի եւ Բաքվի խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար, նշելով, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար։ Գերմանիայի նախագահն այցի շրջանակում այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հանդիպումներ ունեցել այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրի 82 ընտրատեղամասերի արդյունքները, որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1% իշխանություն ձևավորելու համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ձայների 36.24%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 20.51%, Մայ Հայաստան կուսակցության դաշինքը 6.12%, արդյունքում 5 ընդդիմադիր ուժեր կմիավորվեն ձևավորելով կոալիցիա, իսկ Փարաքար համայնքում թիմ ընտրությունները հաղթել է ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Վալոդիա Գրիգորյանը։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները մարտի 31-ին ազգային ժողովում ուժային կառույցների ղեկավարների հետ փակ հանդիպման են եղել։ Լրագրողները ֆիքսել են, որ նիստերի դահլիճում լարված մթնոլորտ է եղել, պարբերաբար գոռոցներ են լսվել, ավելի ուշ մի խումբ ծնողներ պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ առանձնացել ու սկսել են վիճել, ոչ ոք չի պարզաբանել ինչ է կատարվում։ Ծնողները բարկացած հորդորել են անջատել լրատվականների տեսախցիկները։ Նիստերի դահլիճից դուրս եկել նաև արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, ով ասել է, որ իրեն վատ է զգում, չպատասխանելով հարցերի, միայն նշել է, որ ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել։ Մենք կասենք ինչ է։ Չէ, ոչ մի բան չէի ասի, որ անեն անջատը կասի։ Մարտի 31-ի գիշերը Գյումրու թիմ ընտրությունների ամփոփման ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրելյանը Հայաստանի ԶԼՄ-ներից մեկի լրագրողի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները հնչեցրել, անպարկեշտ վարքագիծ դրսևորել եւ փորձել քաշքշել։ Պատգամավորը, ինչպես նաեւ նրան ուղեկցող անձը եղել են անսթափ վիճակում։ Տարածքում գտնվող ոստիկաններն էլ չեն միջամտել վիճաբանությանը։ Ինչ եմ ասում, այսպես միկրոֆոնի մոտ եմ ասում։ Ոչ հանդիստ բայք է գնացների, այսինքն, նա միկրոֆոնը մտամ գլխիդ մի հատ։ Կարաս նա։ Չես սա եղա։ Կարա։ Այդքան կա։ Դա մաս չեմ կա, ես միամիտ չեմ։